Ինձ հիմա նոր ասում են, որ ոչ մի կաբել էլ չի վնասվել, Վարդենիսը լուսավորա, որ մասնա անջատված։ Ռայոնն ասա, որ փողոցն ես անջատել, որ հենց հիմա ինձ զանգում ասում են, ոչ միտեղ չի անջատված։ Որ փողոցին է վնասված։ Ղրգի։ Դապրոցիկոն անջատած է, վсё։ Ահա։ Ես ինգերս զանգի ասում եմ, մաման բանը, պապա հետ իջնում է հրապարակ։ Так, իշնորություն, ուրիշ։ Ինձ հիմա տեղեկացնում է, որ Մեծամորի ոստիկանապետ Խմելյանը փակել է ճանապարհը, որ մարդիկ չգան Երևան։ Ուրեմն Մեծամորի ոստիկանապետի հեռախոսի համարը ով ունի մի հատ խնդրում եմ փոխանցի ինձ, եւ ոստիկանապետ Խմելյանի մորը ու կնգան ես անձամբ եմ քունելու։ Ես իրան դա երաշխավորում եմ, այդ բոզի տղուն, հելեք վրեքով անցեք, ոտով անցեք նստեք մեքենան ու եկեք Երևան։ Որ ոստիկանապետը կանգնավ ժողովրդի դեմը, այդ ոստիկանապետի տուն ու տեղը տալու եմ ժողովրդի դեմ, ասեմ ծածարեք։ Մեծամորի ոստիկանապետի կնգա պծի մեջ ուրանը լցելու եմ, կնիկը դառնա ատոմակայանի 5-րդ էլեկտրաբլոկ։ Էդի դու եկել ես իմ բանից։ Բոզի տղեկ։ Մեծամորի ոստիկանապետ Խմելյան, կանի գրեմ մոտից, ես չմոռանամ, որ սա տուն ու տեղը բանից ձևա աքսորվելու։ Մեծամոր։ Որ ոստիկանության պետը, որ բանը կանգնում է ժողովրդի դեմը, խնդրում եմ ազգանուններ դուղարկեք։ Արա, այս մարդը քուն է ծնծի։ Ալո։ Ես վրա զանգում եք, ի՞նչ ա եղել։ Ես հելա չէ գնում։ Ալո։ Ինչ ասեմ։ Սամվել Խմելյան։ Ես հեսա քո տուն ու տեղը կծածցնեմ։ Так, das 5906 Так. Das 59 Հերթապա Գրիգորյան Մեծամորն ա։ Այո։ Ձեր Խմելյանը տեղում ա։ Ոչ։ Ու է բա Խմելյանը։ Դուրս է եկել ծառայության ճանապարհներն ա փակում դեպի Երևան։ Ուրեմն կապնվեք, խնդրում եմ ձեզ Խմելյանի հետ, ասեք որ զանգայել ա Վարդան Ղուկասյանը։ Դոգը ու ասում է բոզի տղա, կնգա դլոյի մեջ, լցելու եմ ուրան, կնգա սարքեմ 5-րդ էլեկտրաբլոկ։ Ղախպի ծնունդ։ Դա կփոխանցեք իրեն։ Ապայման հետ հիմա, եթերով ուղիղ եթերով ասում է, ես քեզ անձամբ եմ դատելու։ Պոռնիկի վաստակ։ Փոխանցեք էդի դրան, շնորհակալություն։ Խմելյան։ Ես քո ընտանիքը անձամբ եմ ղրգելու Վարդաշենուն ու Բարաշեն։ Իսկ դու գնալու ես բան ու Բարաշեն։ Բոզի տողունայ ճանապարհափակեմ։ Մեզ ուղարկեցին Վարդենիսի կադրերը, որտեղ տվյալ հատվածում լիակատար մթությունը։ Всё։ Մարդիկ հրապարակում են կառավարության շենքը փակել են ոստիկանները։ Թո փակեն։ Թորն փակեն։ Հետո բան ասեմ։ Հայ սուր է զանգում։ Մի րոպե։
Ես հիմա փորձում եմ կապ հաստատեմ, որ տենա ոնց եմ անում։ Ալո։ Ես ուրիշին էի զանգում, ավտոմատ արդեն աչքիս է վշմ սևը գնաց է, բան է եղել։ Ինչ որ կա նորություն ձեր մոտ։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը փաստաթուղթը ստորագրել է 3։ Ահա։ Хорошо. Ես ուզում եմ նաև, հա, հասկացա։ Իսկ ի՞նչն է պատճառը, որ Փաշինյանը չի գնում Սամարկանդ գագաթնաժողովին։ Դու ինձ խնդրում եմ հիմա ես որոշ չեմ կարող այդ էկրանը բանը եթերը թողեմ։ Ինձ մի հատ քարտ է պետք։ Դու ինձ ուղարկի քարտի թվերը, որի մեջ գոնե լինի $50 փող, մեր օպերատորը կարողանա հասկանա ամեն ինչով այդ ինչ սամալոտ է։ Ինձ կարաս ուղարկես։ Հենց մի ուղարկի, ես ուղարկի միան ինքը շատ արագ է կհասկանա այդ ինչ բանը բորտ է, դաժե լոջիկի անազգանունով։ Օբշի քարտը դեմից հետևից նկարի ուղարկինց, ես ուղարկեմ մի հատ մեր այդ օպերատորը, որը բանում նստած է, սիրում մի հատ լավ երկրում, շատ արագ է կհասկանա, թե այդ ինչ բորտ է գալի Հայաստան, Կայրից։ Ուղարկինց։ Մենք հիմա կհասկանանք ինչ բան։ Հա, մեկ էլ մտքովս անցավ Սամվել Բաբայանը։ Պարոն Բաբայան, դու գիտեք իմ դրական վերաբերմունքը ձեր անձի նկատմամբ։ Ես ուզում եմ հասկանամ, դուք, լինելով պատրիոտ մարդ, ոնց եք հանդուրժելու այս որոշումը, որ արդեն ստորագրված է։ Եվ որ արդեն պիտի ստորագրի, հարգելի ժողովուրդ, ոչ, փաստաթուղթը փաստորեն բոզի տղեն ստորագրել է 3։ Դեռ չեն հայտարարում։ Ես ուզում եմ հասկանամ, դուք որպես զինվորական, որպես Ղարաբաղցի, որպես այդքան արյուն թափած անձ, ոնց եք նայում այս ամենին։ Ես դիմում եմ նաև ձեզ։ Երբևիցե ես ձեզ չեմ դիմել, այո, հեռակատացել եմ սիմպաթիա ձեր անձի նկատմամբ, որովհետև երբ որ դուք Ղարաբաղում եք, անկախ ձեր կատարած մինուսներով, պլյուսներով եւ այլն, ավելի պինդ զինվորական եք, քան որևիցե մեկը այսօր պնայում նստած։ Ես ուզում հասկանամ, դուք սրան կողմ եք, իսկ եթե ոչ, ես ուղղակի թողում եմ բոլոր ամբիցիաները, չնայած ես երբ եք ամբիցիա չեմ ունեցել, բոլոր պրինցիպները եւ ամեն ինչը եւ հորդորում եմ ձեզ։ Օգնեք մեզ, հայ ժողովրդին, մեր հետ միասին այս բոզի տղուն կալանավորելու համար։ Կարող եք կապ հաստատել Արցախ Գալստյանի հետ։ Կան դու մետ ուզում եք։ Մի րոպե տեսեմ քարտն եկավ, մենք հեսա կհասկանանք։ Էդ ինչ բորտա։ Ահա, хорошо։ Так։ Ես ուղարկենք թող մեր օպերատորը շատ արագ կհանի, շատ արագ, ինչ սամալոտ է, ուրա ինչ է գնում։ Շատ արագ հանի այս ամենը, շատ։ Так, մեզ հիմա համար են տալիս, որպեսզի զանգահարենք ցուցարարներից։ Մի րոպե,
Փորձենք զանգել, տեսնենք ինչ են ասում։ Բոզի տղա։ Տղա բոզի։ Так, 70 քար, հա։ Փորձենք կապ հաստատել ուղիղ հրապարակ Երևակայի։ Ալո։ Համարը ձեր ինձ տվեցին Վարդան Ղուկասյանն ա Դոգնան։ Բարև ձեզ, արագ լսում եմ ձեզ։ Ժամը հեսա մերոնք կհավաքվեն այդտեղ, այսինքն Արտակ Գալստյանը շուտով կլինի հրապարակում, հանգիստ եղեք։ Հա, թողնում են ոստիկանների չի եղել։ Համբեր եք ասում, այդ մարդը կգա հեսա։ Ֆանտանների մոտ։ Եղավ։ Հա։ Տեսեք դեմ ինչ ասում։ Ուղարկելուց կոնկրետ նորմալ բաներ ուղարկեք։ Մեկ ասենք այդ մարդն իջել է հրապարակ, ասում հələ մարդ չկա, բայց ժամը ոչ քան է որ մարդ լինի։ Так, ստեղ չենք ստանում։ Մի րոպե, սա ինչ աղերգ է։ Ուրեմն այն մարդիկ, ովքեր ունեն դինամիկ կամ չգիտեմ բարձրախոս եւ այլն, կարող են կապնվել, մի րոպե ես ես ասեմ, կապնվել։ Ուրա, էսի ուրա։ Հենքան են գրել արդեն Eso está merre. Ալո։ Զանգերը դուք չեք տենում, ես չեմ հասկանում։ Այն մարդամեկ երախոսը вообще հասանելի չի։ Ինձ հիմա ինչ է տակրում։ Անկատի ոչ մեկի մի պատասխանի։ Կոնկրետ երախոսը համար տուր, որով որ մարդիկ, ովքեր որ դինամիկ, մինամիկ, չգիտեմ, քաքութեք ունեն, այդ համարով զանգեն ձեզ։ Եկուսակցան համ... Հատվել եք համ... Դե համար տու ինձ մի հատ, որ համարով զանգեն, ովքեր որ տեխնիկական աջակցություն են ուզում ցուցաբերել։ Եկուսակցան համարը բան որն էր։ Երկրորդ համարը տվեք ուրեմն։ Ասա։ Ահա։ Ահա։ Զրոյնասուն 3, 61, 89, 79, հա։ Ռաֆո։ Ես զանգարում եմ, թո զանգարեմ Ռաֆոին, բարի, եղավ, համարը։ Լավ, եղավ, շփվեք դուք էտե, հա։ Ալո։
Դու համարն ես ուղարկի։ Հա։ Լավ հասկացանք դիր։ Վայ։ Դրա համար մեզի պետք չի, դու ինձ կոնկրետ տեղեկությունա պետք է սամալոտից։ Ես էդի վաղուց եմ տեսել ու տեղադրված է։ Ձայն կա ժողովուրդ, ես չգիտեմ, ձեն մնաց։ Չա։ Սա ինչ է։ Հա, մեզ ուղարկել են ինչա կատարվում հրապարակում, այս պայդրությամբ դեր, ուղարկում եմ տեղադրեք Telegram, ժողովուրդ տեսնի օնլայն ռեժիմով։ Մարդիկ հավաքվում են աշխանաբար հրապարակում։ Նորից եմ դիմում նամանավան Երևանի բնակիչներին։ Հարգարժան երևանցիներ, մենք հասկանում ենք, որ այս պայդրությամբ Նիկոլի Բոզզի տղա եթականները, ինչպիսին Խմելյաննա եւ նմանատիպները փորձելու են փակել Երևան մտնող բոլոր ճանապարհները։ Ու դա բնական է, մարդիկ կգան ոտքով։ Մինչև ոտքով գալը, նամանավանդ, կենտրոն, Արաբկիր, Շնգավիթ, Էրեբունի 1 միլիոնից ավել մարդամնում Երևանում։ Եթե 150,000, այսինքն 1 միլիոնի 10%-ը, 10%-ը, դաժե 8 եկավ լծվավ հանրապետության հրապարակ, նորից եմ կրկնում, ստեղ պաշտոնակրվի հարց չի, կուսակցության անուն ոչ մեկ չի տալի։ Եկավ ժողովուրդը լծվեց հանրապետության հրապարակ, մենք կարողանում ենք այս պոռնիկի տղուն իս ամբողջ թայֆով, դավաճան բոզզի տղեկով վտարել, կանանավորել եւ ենթարկել քելական պատասխանատվության, ոչ մի վտարում։ Դիմում եմ Փարաքարի Արգավանդի անուշ, որոնք կարող են գալ եւ փակել, լսումած են մի հատ լիզ ասեք։ Մի րոպե։ Ձեն կա գրի մի հատ։ Այդ ձեն կա գրիստե, կա ձեն։ Ահա։ Նա ուրեմն մենք հանեցինք Սամալոտի բանը, սա Իա թրիշների ցանկնա, թրիշների ցանկ հերթականությամբ Բաքու, Ստամբուլ, Նիցա, Վարշավա, Դորմունդ, Ստամբուլ, Կայրե, ներկապահին Երևան։ Այս Սամալոտը, որը որ իջնելու է, մեկ էլ ինձ ասայ վայրեջքի ժամը, մոտավորապես այս բորտը երբ է վայրեջք կատարելու Երևան Զվարթնոց օդանավակայան։ Ուրեմն ես ասեմ ձեզ, որ Զվարթնոց օդանավակայան պատրաստվում է իջնել ահա նման ինքնաթիռ։ Նայ։ Ահա։ Այս մոդելի։ Так։ 16:42 կայացրած է, կայանած է, այսինքն իջել։ Արդեն մարդը բերիչ Երևան, ես չգիտեմ։ Հա, դիում եմ Փարաքարի, Արգավանդի, գեղանիստու մի հատ դպրոցի դիրեկտոր կա է, այդ դրան ամանավանդ, ոչ գեղանիստի ժողովրդին փակել Զվարթնոց օդանավակայան տանող բոլոր ճանապարհները։ Երևանից թռել է Թբիլիսի, թարմացում, թռել արդեն, մի րոպե։ Մի րոպե։ Մի վարքյան, նոր տեղեկություն, ներկապային Թիվլիզում է, վսյո, ոքեյ, սիկտեր եղավ, սա 100% ինվորմացիա, ինքնատերը, ուրեմն ավելի լավը,
ժողովուրդը թող դուրս գա ինքնաբուխ ցույցի։ Բոլորը, այսինքն եթե դուք պատրիոտ եք, ուղակի եթե ձեզ չեն թողում գալ Երևան, դուրս եկեք ուղակի փողոց։ Եվ քայլելով եկեք Երևան։ Всё, լավ։ Անցանք самолета, բիզիմդիշ։ Գրասե Թիֆլիս։ Հանրահավաքի կազմակերպիչ Արտակ Գալստյան։ Նախատեր բան չի, ինչ-որ լիդերության հարց չի։ Սա ինչ ասում։ Հասկացանք։ Մեզ հիմա փոխանցում են, որ Մերձավանի անուշ ապերները դուրս են գալի փողոց։ Բրավո, Մերձավան։ Ապրես Գրիգորի։ Так, տեղեկությունները ստանում ենք, որը որ բանա տեղադրում ենք Telegram։ Ես իմ վրա նորից եմ ասում, որ Նիկոլ Փաշինյանը փաստաթուղթը արդեն ստորագրել է։ Բոզի տղեն ստորագրել պրծել է, նորից ասում են ես իմ վրա եմ վերցնամ, ինչն ես վերցնում քո վրա, ագարտի վաստակ, դու եփ պատերազմ տվեցիր, դու եփ նորմալ մարդավարի կռիվ տվիր, որ մենք էլ ասենք հա Բերլին 1945-ին եկալ մտան ծծրին, մենք էլ հանձնվում ենք։ Քանի կար 7 ռայոններն էր, հիմա Ղարաբաղն է, հետո Հայաստանի մի մասը, հետո մարդը փրկմա, 4 տարի է ինչ եկել է ինքը փրկմա, ու 4 տարի հայերին դրացանում են որ մրշ, 4 տարի փրկմա ինքը, պորնիկի վաստակ, նորմալ է, նորմալ, tak, ստեղ ես ուղղակի նորություններն եմ տեսնում, դե գնա հայտնի, ստորագրե պրծելա, փոխանցի տնօրենիդ, չի ստորագրեմ, կունեմ տնօրենդ, ներեղություն, tak, ստեղ տեսնենք ինչ է կատարվում, զետույցիները դուրս են գալիս փողոց, մենք ստանում ենք հիմա ուղիղ, խնդրեմ թող դուրս գան, այո, ստանում ենք թարմ լուսանկարներ, ես ուղղակի լուսանկարներով չեմ ուզում, տեսնենք ստեղ ինչ է կատարվում հարգելի ժողովուրդ, պատերազմ արդեն բանը մոռացանք, ստորագրելու ենք մի թուղթ, որի արդյունքում լիքը մարդ դավաճան կասի։ Ինքնեք չի ասում է խաղաղություն, տևական խաղաղություն, այսինքն մի երկու տարի խաղաղ կլինի, այս օրի ոչ եկա ծսնի Ադրբեջանը։ Ստորագրելու է մարդ հասում է ոնց ասում է հանում եմ տնեմ ձեր պերանը, էլ ոնց ասի։ Տևական ժամանակ, տևական ժամանակ խաղաղ ալնելու։ Չի ասում է հավիտենից խաղաղություն։ Տևական ժամանակ 3 տարի Ալիևը կնստի էկրանի վրա կնայի ժաշ կտաբանը մեր վրա, բալաբանական հոգեվեն, դու կասես 3 տարին պրծավ, տևական ժամանակը սա էլ, կամ կարող է տևական ժամանակ Ալիևը մի օրն է։ Հետո ասում է կայնեք, էլ որներները, Զանգեզուր բիզիմդիշ, հալելույա ասի, Փաշինյան, որտե՞ղ է Զանգեզուր բիզիմդիշ, հետո ասում է Երևանն էլ ամեն, Երևան բիզիմդիշ, այ քեզ պորնիկի տղա, թոքսիկի եղի, ոչ մի թողտեմ ստորագրի, բայց արդեն ստորագրել է։ Եմ որ ասում ստորագրելու եմ, ստորագրել է։ Բոզի տղա։ Так ստանում ենք ադրբեջանցի ղրգին ինձ։
Բարի լուր։ Подписание мирного договора сейчас. Что это значит? Мирный договор, азербайджанական կայքերն են գրել։ Мирный договор сегодня. Капитуляция. Азербайджану передают территории Армении, которые коммуникации, в том числе получит анклавы. Так манекайры. Армения откажется от боеспособной армии, сократит численность, избавится от техники и оружия. Армения отдаст часть Суника под коридор для Турции и Азербайджана. Десятки тысяч беженцев из Суника, Гегаркуника, Вайодзора и Арцаха. На Армению будут наложены репарации и другие выплаты за оккупацию территории. Так манемен хайрен. Պայմանագրով Միրնի դագավոր ինչ է նշանակում խաղաղության պայմանագիր Հայաստանը կապիտուլյացիա ալում Ադրբեջանին Ադրբեջանին է անցնում Ադրբեջան перед территорией Армении который он Ադրբեջանին անցնում այն տարածքները որը որ Ադրբեջանը հասցրել է զավթել Հայաստանից Արցախը ամբողջովին անցնում է Ադրբեջանի ենթակայության տակ Ադրբեջանը դնում է հսկողություն, բոլոր ստրատեգիական նշանակություն ունեցող կոմունիկացիաների եւ անկլավների վրա Հայաստանի հետ կապված։ Հայաստանը հրաժարվում է զինված ուժերից, այն որ բանակ էին կրճատում, ես ինչ խերս էին ուտում, արդեն ստե պարզ, հրաժարվում է զինված ուժերից, կրճատում է զինված ուժերը, հրաժարվում է զինտեխնիկայից, սպառազինությունից, այսինքն չունենում տանկեր, ինքնաթիռներ, ամեն ինչ։ Вот, բացի ավտոմատից, ավտոմատը մեկը կանի բոզի տղա ազգեզնու։ Армения даст часть Суника под контроль Турции и Азербайджана. Суники մի մասը Հայաստանը այսինքն միջանցքով բանով տրամադրում է կոնտրոլ Թուրքիային եւ Ադրբեջանին։ Десятки тысяч беженцев из Суника եւ այլն։ Սա է այն փաստաթուղթը, որը Նիկոլ Փաշինյանը ստորագրել է։ Եվ սա կոչվում է Հայաստանի 29800 քառակուսի մետր փրկում։ Փրկվակ Ղրգենք արտակ Գալստանին թո միկրո ինֆակտով է թալ։ Ուրա եւ այն հաճելի անձնավորությունը թող այլի։ Ահա, խնդրեմ։ Ես հիմա ուղարկում եմ սա կտրվի Telegram մտեք կարդացեք։ Մտեք եւ կարդացեք։ Ես չգիտեմ ոնց են ուղարկում։ Կոպիրovat։ Ես քեզ Telegram բան ուղարկեցի, վեկալեք դրեք թող կարդան։ Հայերեն թարգմանի գրի նաեւ, լասոբը տուպիղ։ Նորից եմ կրկնում այն փաստաթուղթը, այն պահանջները, որը որ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է արդեն։ Եվ մնացածը որոշեք դուք։ Мирный договор сегодня. Այսօր կապիտուլյացիա։ Մի րոպե, հայց մեր մարդին չեն գրգա, ես արդեն բան եղա։ Так, Ադրբեջանը հայապարակել է мирный договор։ Мирный договор сегодня, այսօր, կապիտուլյացիա, ամբողջական, հանձնվում ենք, Ադրբեջան ոնց ուզում է սրա։ Ադրբեջանին է անցնում այն տարածքները Հայաստանի Հանրապետությունից իշխանասար վերին շորժա եւ այլն, որոնք որ Ադրբեջանը այս ընթացքում արդեն զավթել է։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կամ ինչպես մենք անվանում ենք Արցախ, ամբողջությամբ անցնում է Ադրբեջանի հսկողության տակ։ Այսինքն ադրբեջանական զորքը դրոշով գալի մտնում է Ստեփանակերտ, ասում է սալամ ալեյքում, ու սկսում են ծծանել, կնիկ, եք, ворցում ուզում են։
Азербайджан установит контроль над большей частью стратегических коммуникаций, в том числе получит анклавы. Այսինքն Ադրբեջանը դնում է կոնտրոլ բոլոր ստրատեգիական կոմունիկացիաների վրա, այդ թվում Ադրբեջանն են անցնում անկլավները, որը կոչվում է անկլավ, Տաուշից, Բանից, Արարատ, Николаин Борромет Бози тегекателики кан, Евален. Армения откажется от боеспособной армии, сократится численность, избавиться от техники и оружия. Հայաստանը հրաժարվում է մարտունակ բանակից, հրաժարվում է զինտեխնիկայից եւ հրաժարվում է քանակից. Армения отдаст часть Суника под коридор для Турции и Азербайджана. Այսինքն Սունիկի մի մասը հանձնվում է Ադրբեջանին եւ Թուրքիային որպես պատկանտրոլ. Հայաստանի վրա կտրվեն ռեպարացիաներ եւ другие выплаты за оккупацию территории. Մի հատ էլ 50 միլիարդ, 25 միլիարդ, 30 միլիարդ կտանեն հայերի բանվզին ու կասե դուք դի տանելով 10 բոզի տաղա, որովհետեւ 30 տարի դու գրաված ես պահել Ղարաբաղի հողերը, Ադրբեջանը եւ այլն։ Դու ինձ պատճառել ես վնաս։ Աշխատեք, որ թուրքերը դες ծածացնեն։ Լավա, դուրակալի Նիկոլ Բորացեք։ Ես հələ որ նայում եմ, ինչ է կատարվում Հանրապետության հրապարակում, նորից եմ դիմում, հարգելի ժողովուրդ, հարգելի հայաստանցիներ, երևանցիներ, դուք հասկանում եք, որ դուք որպես ազգ, որպես պետություն, այլևս գոյություն չունեք, եթե սենց շարունակվեց։ Դուք հասկանում եք, որ ձեզ ծածանելու են ոնց ուզելու են։ Դուք հասկանալու եք, որ դուք բանակ, մանակ, խաղաղություն եւ այլն, այս սա միֆ է, որ ասում է տևական ժամանակ խաղաղ ալնելու։ Այո, տևական ժամանակ, մի տարի, մի ամիս, ինչքան որ կուզի, երբ կկայանի Ալևի խեռը խաղաղ անելու։ Դրանից հետո դե լավը քունվելու է, ես արդեն բանը պրիմոյ ձևով եմ բանը բացատրում։ Դուք դա հասկանում եք, թե ոչ։ Հա։ Բոլոր երևանցիներին կոչ եմ անում մի մարդու նման լծվել Հայաստանի Հանրապետության հրապարակ։ Դուք երկիր եք կորցնում մոտակա քաղաքների, մարզերի բնակիչներին։ Դուրս գալ փողոց։ Մոսկվայից մարդիկ ինձ հիմա ուղարկում են բանը կադրեր, որ Մոսկվայից բանը փորձում են ժամանել Հայաստան, եկել են այրոպորտ։ Մարաշից իջնում են ժողովուրդը, Էրեբունուց իջնում են, Վարդենիսին խփում է հրետանին, այս պայդրությամբ, իրապես այն չասում։ Ես տենում եմ, մեզ այս պայդրությամբ հայտնում են, որ մեր զինված ուժերը, այսինքն զինվորները, չգնալով ոչ մի կարգի հրամանի նահանջի եւ այլն, մտել են կռվի մեջ ադրբեջանցի բոզի տղեկի հետ եւ մի քանի մարտական դիրք հետ են վերցրել, տեղը չենք հայտարարում։ Ես նորից դիմում եմ բոլոր զինվորականներին, բոլոր զինծառայողներին, որոնք իրականացնում են մարտական ծառայություն այս պայդրությամբ, նիշագուն ազատ, ոչ մի կերպով չերթակվել այս բոզի տղեկի խայտարակրամանին, ոչ մի դիրք չհանձնել եւ շարունակել պատերազմը ճակատի վրան։ Ղախպի տղա։ Նորից եմ կրկնում, դիմում եմ նաև նորից եւ նորից սպաներին եւ ոստիկաններին։ Այն ոստիկանները, այն սպաները, ովքեր սրանց պահեցին, հետո չասեն մենք հրաման ենք կատարել։ Սաղի սեռը ես փոխելու եմ բառի բուն իմաստով։ Այնքան են ձեզ հետույքի չշինելու, մինչև դառնաք անհայտ սեռ։ Ալո։ Հա։ Գիտեմ, որ դիրքերն են գրավել, մի հատ ինձ ասե։
Միաճշտեք ինձ ասեք, որ կողի պոստից է, որ դիրքերն են մերոնք հետ վերցրել, ինձ ասեք, ու չեք հանձնվում նախույ դիրքերը վեկալում կալում եք, որ հրամանատարներ կզանգի ձեզ կասի դիրքը թողեք, զանգը ինձ ասում են, զանգելա պալկովնիկ ես ինչանը, ասում է հետ նաչ, պալկովնիկ ես ինչանը, տունը ես կծացանեմ։ Վսո։ Դիրքային առաջխաղացում ունենք։ Ուրեմն արդեն մեր կուսակցության ակտիվը եւ ողջ կուսակցական կազմը գտնվում է հանրապետության հրապարակում։ Դիմում եմ բոլոր այն անձանց, նորից եմ կրկնում, կուսակցական, ոչ կուսակցական, հանրային ձայն, գրանցված, չգրանցված, բոլոր Վարդան Ղուկասյանի աջակիցներին, երկիր սիրողներին, չգիտեմ, հայերին, Հայաստանի պատրիոտ քաղաքացիներին վեր կացեք, իջեք հանրապետության հրապարակ, հարգելի ժողովուրդ, դուք երկիր եք կորցնում, այս բոզի տղու ռեժիմը պիտի վերանա, առավոտ պետք է լուսացվի առանց Նիկոլ։ Նորից ու նորից ասում եմ, իշխանասարը հետ են վերցրել, մի րոպե տեսնեմ ինչ նորություն է։ Զորքի դուխը բարձրացավ, հասկանում եք։ Ալո, հասեք, լսում եմ։ Իշխանասարի կողմից զորքը դիրքերա հետ բերել։ Եթերով միացնեմ, ասեք։ Ասեք։ Ալո։ Գնաց ձենը։ Ձեր ձայնը չի լսում, ես ուզում եմ, որ եթերով ձեր ձայնը հնչի, որ ժողովուրդը լսի, որ զինվորականի ասում են իշխանասարի կողմից դիրքեր են հետ վերցվել։ Այս ավտոբանանի։ Նայ, զարթնել է զինվորականի զորքի մեջ արժանապատվությունն ու թասիբը, եւ այս բոզի տղեն ուզում է հետ տա։ Եվ դա միայն հələ ավտոմատով։ Հələ ես չեմ խոսում ավոմեկ ունենանք արտիլերիա եւ այլն։ Срочно, послушайте, listening. Մեր շատերը փակ է։ Չեմ հասկանում ինչ ասում։ Դուք մեր Telegram կանալում բանը փակ է կոմենտարիաները։ Telegram կանալի չաթը փակեք։ Այ հա Хорошо, դիմում եմ Telegram կանալի բադմինին, Telegram կանալի չաթը բանը փակեք, ասում է թուրքերը ոչ շատ են գևալն, բան ժողովուրդը ներվայնան, մեզ հիմա չաթ բանը պետք չի, ինչ կա, թոտեղով գնա, չաթը փակեք, всё, շնորհակալություն։ Չաթի ժամանակ չի, թող իշտեն բան հրապարակ։ Իշխանասարը հետ ենք վերցրել, մի խնդրեմ, մի րոպե ինչ ասում։ Ալո, վայ։ Չեմ հասցնում, արդեն Չէ, այնտեղ ինչ-որ մտնում են, խոսում են, ոչ թե կոմենտարները, չաթը, որ ոչ մի բան չկարանան գրեն, այնտեղ ինչ-որ գրում են իրարի չեն անում, այդի։ Ես չգիտեմ այդ ինչա։ Մի վեդ լսենք ինչ ասում։
Հիմա եթե քո ձենը այդտեմա էֆիրով ասա որ մասն են մերոնք, այսինքն ինչն են հետ վերցրել։ Մի վարքյան հեսա ճշտեմ էլի 100%, անց ճշտում ենք հենց դեից։ Ճշտեք եթերով զանգի ինձ ասա որ նա վերցված։ Okay, հեսա զանգեմ։ Так։ Երբեք։ Այսինքն թազակոշ պիտի մենք մշակենք առավոտ առանց Նիկոլի։ Ես ոնց կսմբռնում եմ ամենահարմար բան կոչը դա է։ Իշխանասարը նորից տարբեր աղբյուրներից գրում են պարոն Ղուկասյան իշխանասարը Բա բոզի տղա դու դիրքային առաջխաղացումն ես քո զորքի դուխը բարձացել է քո զորքը մտնումա մարտի ծծանամա յաշմա մաշմա մի հատ ավտոմատով ասումա բանը կապիտուլյացիա էլ բոզի տղա ոնց ալնեմ Ինչ ասում ես սա Լացող տեսարան մենք չենք դնում, ինչ-որ մեկ մի հատ աղջիկ լացելով դիում է հայ ժողովրդին եւ այլն, ոչ մի արտասունք, այ կլացեք այն ժամանակ, երբ որ առավոտը Նիկոլը նորից մնա ու սկսի պաշտպանել, այն ժամանակ լացեք, հիմա ոչ մի արտասունք, ոչ մի լաց, հաղթող ազգի իրավունք չունի լացելու նախույն, լացում են, ինչ են լացում չգիտեմ, լուսաբաց առանց Նիկոլի, ինչ է եղեք լացում, Հերթական պորրիկի վաստակը գրել է Նիկոլական Փաշինյան ջան, ինչ որոշում էլ որ կայացնես իմացի ժողովուրդը քեզ հետ է, ինչ փաստաթուղթ էլ ոստորագես վստահ ենք, որ միտված է հայը գրել է պորրիկի վաստակ Թաթուլ Ասլիկյանը։ Բոզի տղա։ Ես ուղարկել եմ, մեր մոտ փագա, ես չգիտեմ ինչ մասնագնում խոսքը։ Սա ինչ աղով, մի վարքել չի ունեմ ես հեռախոսախմբից մոտեն է ճաղիրկեմ։ Այդ մի հոգին, ինձ ասեն մի հոգուն ասեք թողա, այդ մի հոգին մինչև ստից գա հասնի Հայաստան, էլ Հայաստանից բան չի մնա։ Մի հոգու տեղը Արտակ Գալստյանը տեղը, թո տիրություն անի, մինչև ես գամ հասնեմ։ Մինչև ես ստից հելեմ, թռեմ, երկրից երկի ֆրա, գասի տեղ բան չի մնա։ Ես ասեմ առավոտ առանց Նիկոլ, վերջ, մինչև ես ասեմ տկլից երեք, գիշեր, սա ինչ պատկեր է, ինձ հիմա ուղարկում են կաֆեները լիքը, կաֆեներում նստած ասում է ժողովուրդը, լապում են, պիվային լգեմ, բոզեն էթեմ, գյոթեն, իան շետար կրեմ, այս ինձ հա ժողովրդի մերեքուն է, այս ինձ այս բոզի տղեն դոդսր է, որ հիմա նստած է կաֆեներում լապում են, ու չեն ասում, վաղը մեր մերեքունվելու է, վերջ, լապեք, խերս լապեք, մեկ ատեղ եք, ձեզ են այդեղ ծծնելու, լապեք, Ես հեսա կասեմ, մի րոպե։ Չգիտեմ, քանի տեղով պիտի ես որցում ենք պատրվել։ Զանգ ես մարդ ունես, մարդը հրապարակ ազում է մոտենա քեզ։
Նորից եմ ասում, հարգելի ժողովուրդ, իջեք հրապարակ։ Համար եմ ուղարկի, արտակին ասա, թո զանգես մարդուն իանաման գալի։ Ուղարկել եմ, զանգեք այդ համարով։ Սա ինչ աս։ Ալո։ Մի ասրած չի ասա։ Ինձ հիմա տեղեկացնում են գլխավոր շտաբից, որ Պապիկյան Սուրեն Ղախպիս տղեն փորձում է խանգարել գլխավոր շտաբի պետի գործունեությանը ու աննման հնարավորինս եւ անհնարինը, որպեսզի իշխանասարում զորքը առաջխաղացում չունենա եւ առհասարակ ոչ միտեղ առաջխաղացում չունենա։ Դիում եմ գլխավոր շտաբի բարձրագույն սպայական կազմին։ Ոչ մի կերպ չընթակվել են բոզի տղուն, շարունակեք այն, ինչ դուք շարունակում եք։ Իսկ այդ ռեստորանային, օբյեկտային եւ այլն այդ ղախպի տղեկի ես եմ անձամբ հացել լուծելու։ Եղավ, օքեյ։ Զապիս էլ չէ թե մարդեն։ Չգրի։ Մոտ բանը փագ ամեն ինչ։ Տակի շնորհություն ենք ստանում։ Մենք տենում ենք կառավարության շենքի վերևը դիպուկահարների, ոչ ինչ թողնի դիպուկահար։ Ուղարկում ենք դիպուկահարների տեսանյութը կառավարության շենքի վերևում։ Թողնեն, մեր անվտանգություն են ապահովում։ Թողնի։ Так։ Ինչա, մի րոպե։ Մենք շարունակում ենք մնալ առայժմ եւ հավաքվել հանրապետության հրապարակում։ Նորից եմ կրկնում։ Զմարթանձի կտան ինֆակտի։ Մենք չատ չունենք, մենք ունենք տելեգրամյան ալիք, վերջ։ Վա։ Հանդես ագալի տալոն, ես ինչ էր ես ղախպի տղարուն, ասում է հա վարչապետի խոսքերը մանիպուլացնելն ու իշխանության զավթման նպատակով ալիք բարձրացնելը ոչալ ինչ է, քան հակապետական սրիկայություն։ Պոռնիկի վաստակ հակապետական սրիկայությունը որն է, քո վարչապետ գյոթ բոզի տղենա ասեմ 29800 կիլոմետր տարածք պաշտպանելու համար ես թուղթ եմ ստորագրում։ Ինչ է այդ թուղթը։ Լավ, մանիպուլյացիա ենք անում, հել է թուղթը հրապարակի։ Հենց ուստու ինչ հագրած է թղթի մեջ։ Մանիպուլյացիա չի։ Վարչապետն ասում է ես 29800 կիլոմետր տարածք եմ փրկում։ Թուղթ պիտի ստորագրեմ։ Մեզ կարող է դամար լարել։ Ցույց տու թուղթը որն է։ Հանի թուղթն ասա խտրեմ հայ ժողովուրդ, լրիվ ակետերով։ Էս եմ փաստաթուղթն եմ ես ստորագրում, երգեր եմ փրկում։ Մի անգամ ստորագրեց մամաները քումբավ։ Հիմա նորից։ Ինչ խերես մանիպ, ինչ իշխանություն զավթել։ Բազի տղա 4 տարի իշխանության եք նստած։ Ինչ եք արել։ Ինչ եք արել, բացի երկրի մաման քունելուց։ Ղախպի ծնունդ։ Ամենակարևորը զորքը, զորքի ոգին տեղն է։ Ալո։ Բանը Միրանն է, Միրանի զանգի։ Միրանի զանգի, Միրանն է։ Հա, այդ ուրիշ։ Հա, ասամ։ Տեքստը չի եկել։ Ուղարկել ես։ Տեքստը ուղարկել եք։
Հա, այո։ Կապիտուլյացիոն փաստաթուղթ է ստորագրված։ Հայաստան capitulation։ Նավ։ Ուրա։ Սմարտ նստե կորավ։ Այն մարդը զանգում է ձեզ վեկալեք, մեռավ զանգելով։ Ինձ հիմա հաղորդում են, որ Զվարթնոց օդանավակայանում խառնվել են իրար, անձնակազմին տներից կանչում են, բոլորին կանչում են Զվարթնոց օդանավակայան։ Գնել բոզի տղենել մտելա իա հետեֆերը ասում է քաֆուր կերեք, որ դոգին էլ չեք լսելու, եթե սուդոս եկավ, մա հարցա տալեմ դոգը, ինչ փաստաթուղթ է ստորագրում եւ կամ ստորագրել արդեն այս բոզի տղեն։ Հանեք այդ փաստաթուղթը։ Որած Նիկոլից բարերն են, բորնիկի տղա, ասում է 29800 կիլոմետր պիտի ես պահեմ քառակուսի, դա մար ստորագրեմ, ալնելու է տևակա խաղաղություն, ստորագրելու եմ, այո, ստորագրելու եմ, ուր է սրա եթերը, ուր է, մի ռուպ, վերցրել են պատասխանատվություն, գնալ ծանել որոշումների հանուն խաղաղության, Նիկոլի բարերն են, մտել են, արդեն խառվել են իրար։ Մեկ ասում է, ինչ լսել եք մի հավատացեք, տես բան չկա։ Նիկոլ տես բան չասե։ Կարդում Նայրա Զորաբյանն էլ գրետ դրել է, նա Վարդաղուկասյանը մուտի տանեմ, տելա Նայրա Զորաբյանն էլ մուտի տանեմ, հետա պրոստը բերեց, Facebook-յանն է, ջահ կտրեմ, Նայրա Զորաբյանի էջնա, ոչ ասեմ, լակտի սուտա, կարդամ եմ, ուղղակի բերել է, այս անգամ պատմիսկա չեմ տվել, նայենք, այն որ նաև տրուսը գալып կամա մարդկաց բենի մեջ, ինչա գրեմ, ստորագրելու ենք մի թուղթ, որի արդյունքում լիքը մար դավաճան կասի, ստորագրելու ենք, ես իմ վրայեմ վերցրել եմ պատասխանատվություն գնալու ծանր որոշումների հանուն խաղաղության։ Մենք այդ որոշումների պիտի գնանք երաշխավորելու համար ՀՀ անվտանգությունը, տևական կայունությունը, խաղաղությունը։ Մենք չենք կարող այսօր վերնագրերի ներքո գրել խաղաղության պայմանագիր, տակը ստորագրենք, որից 6 ամիս հետո պատերազմ սկսվի։ Մենք ուզում ենք ստորագրել մի թուղթ, որի արդյունքում մեզ լիքը մարդ կքննադատի, լիքը մարդ կհայոյի, այսինքն ես, լիքը մարդ դավաճան կասի, նույնիսկ կարող է ժողովուրդը որոշի մեզ իշխանությունից հեռացնել։ Էլի գոհ ու շնորհակալ կլինենք, որ դրա արդյունքում ՀՀ-ն 29800 քառակուսի կիլոմետր տարածքում ստանա տևական խաղաղություն եւ անվտանգություն, տևական։ Ինչքան այդ տևականը չգիտենք։ Ես շատ հստակ ասում եմ, այն որոշումը, որը սա ապահովելու է, ես այդ որոշումը շատ հստակ ասում եմ, ստորագրելու եմ, սա հատուկ գնելի նման պոռնիկի վաստակների համար։ Ստորագրելու եմ, ու ինչ չի հետաքրում, ինչ կլինի հետո, ինձ հետաքրում է ինչ կլինի հետո, Հայաստանի հետ, բա իհարկե, Հայաստանի մամանկունով եք եթում ենք։ Так. Ստորագրենք մի թուղթ, որի արդյունքում մեզ լիքը մարդ կքննադատի, լիքը մարդ կհայհոյի, լիքը մարդ դավաճան կասի։ Նույնիսկ կարող է ժողովուրդը որոշի մեզ իշխանությունից հեռացնի, էլի գոհ շնորհակալ կլինենք, եթե դրա արդյունքում Հայաստանի Հանրապետությունը 29800 քառակուսի կիլոմետր տարածքով ստանա տևական խաղաղություն եւ անվտանգություն։ Ես շատ հստակ ասում եմ, այն որոշումը, որ սա ապահովելու է, ես այդ որոշումը շատ հստակ ասում եմ, ստորագրելու եմ։ Ստորագրելու եմ։ Առանց ու ինչի է տակրում, ինչ կլինի հետո ինձ հետ։ Ինձ հետաքրում է ինչ կլինի հետո Հայաստանի Հանրապետությունում։ Էլ ոնց ասի, ու այսքանից հետո է զոմբի մասան, դոք եմ մի լսեք, չկա տես բան։ Են ալ են, մալ են, հենա մտել են, խոսում են, ես իմ ինչեր են ասում։
Ով է խոսում, ես եմ խոսում։ Էս էնի ա, որ հելա քայլելով գալում էր, տեսախցիկ էր հանում է, ասում էր կամերաները սաշիկին նա, ջարդելու ենք, քանի կա, ջարդեց, հանեց, չհանեց, մնաց, օքեյ, եկավ 4 տարյա մարդադատը, մի հոգի մարդ դատվավ, չդատվավ, սաղ դավաճան էին, էս էին, Շուշին էսի հանձնեց, բայց կանները 10%-ով տրակավ, եւ ալին, քանի մարդ ենթարկվել է քրեական պատասխանատվության պետական դավաճանության համար, քանի մարդու փողեց դու հետ բերել, հետո ասում ես դու տես բան, ասում ես ես բան եմ ասում, ես տես բան չեմ ասում, ես ասել եմ ապակակա, բռնում ես, խերը ձեռը բռնում ես, մի հավատացեք, Նիկոլը փրկում է, ստորագրում է մի փաստաթուղթ, որը բերելու է տևական խաղաղության, տևական, ինչքան տևական չգիտենք, իսկ ինչ փաստաթուղթ է դա, հարց եմ տալի, լավ, ես համաձայն եմ, թող Նիկոլ Փաշինյանը մնա, հարց չկա, ինչ փաստաթուղթ ես դու ստորագրելու եք մի փաստաթուղթ, այդ փաստաթուղթի անունը ինչ է, այդ փաստաթուղթի տեքստը ցույց տուր, մենք հենց հասկանանք դու հայ ժողովրդի անունից բոզի տղա, ինչ փաստաթուղթ է ցույց տալի, ստորագրում, ցույց տու մի հատ, ինչ է դրան, Ադրբեջանը ասեց, ինչ փաստաթուղթ է դա, այսքան ժամանակ Ալիև բոզի տղեն, սուտ բան չի ասել, ինչ ասելա, եղել է, հայերն ասում են լկտի սուտ է, Ադրբեջան ասում են Զանգելան բիզիմ դիժ, ասում են տես բան չկա, Ջաբրայել բիզիմ դիժ, ասում են տես բան չկա, էսի բիզիմ դիժ, տես բան չկա, հետո տենում ենք մարդը գմգպալեն, գալում են որոշակի փորձագետ, բոզի տղեկ էլ նստում, ասում են հրապարակած տեսանութերով ադրբեջանական զորքը արդեն է տեյա, այս սարը տեսնում եք, այս սարը այստեղ թեք է, այս վիդեոյի մեջ այս սարի գագաթը ուղիղ է, այս սարը, որ է շտաբի կողմն է, տերևը մի քիչ աչա, բայց պիտի իրականում ձախ լինի, սա մոնտաժ է, մի հավատացեք, Վարդա Ղուկասյանը կոկորտը պատրում էր, ասում էր, բոզի տղեկ, Շուշին տվել են ամսի 6-ին, ինձ ասում են մի հավատացեք, այս ծառը շենքը եւ այլ, հիշում եք, հայտի բան, արդեն պիտի հիփստիֆաց հիշեցնեմ, հիմա սա է, փաստաթուղթը ստորագրում է, փրկում է, մենք տեսել ենք Նիկոլ Փաշինյանի փրկելը, ինչ ասում Ադրբեջան, Ադրբեջան ասում է, բանակ չես ունենալու, Զանգեզուրի միջանցքը իմնա, Զանգեզուր իմնա, միլիարդավոր դոլարների փոխհատուցում ես տալու, Ղարաբաղը անցնում է ինձ, անկլավով տալում ես ինձ, հանում դնում եմ Նաֆարիտ Բեյնին, բոզի տղա հայերի մի մասն էլ, նստած հիմա կաֆեներում, բաներում, ուրախանում են, դլով են գլգլում, չեն ասում, ախր վաղը գալու են մտնել մեր տուն, ադրբեջանցի սիրուն ասլան, գալու է մտնի Կնգաստանը սնեշ ծածացնի, ու դու ձեն չես կարա հանես, ես էտը կնիկ չունեմ, Հանրային ձայնը 10 րոպեով հայտարարում է ընդմիջում, կհանդիպենք։